Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի իմ հանդիսատես, սիրելի հետևորդներ և հեռուստադիտողներ, սա HD Stand-up նախագիծն է HD Production-ի YouTube-յան ալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում, բարով եք եկել սիրելիներս, բարի գալուս։ Քանի որ դեռ մի ամսյակի շրջանակներում ենք, այս հաղորդումը ևս նվիրված է ձեզ սիրելի կանայք եւ աղջիկներ։ Եկեք մեր կանանց մի հատ ջերմ ծափահարենք, շնորհավորենք մի ամսյակի առիթով, մաղթենք լավագույնը, ոնց է տրամադրությունը սիրելի կանայք։ Հրաշալի, ուրախ եմ, որ ուրախ եք սիրելիներս, թող ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի, ոնց եք, լավ եկել եք, հասել եք, տեղավորվել եք, լավ պատրաստվել եք, կռիվ դուրու դմփոց չի եղել, չէ, տանը դուրս գալուց առաջ։ Սիրելի տղամարդիկ, ոնց հայելի նույն սցենարով ա եղել, այն որ կինը հլը պատրաստվում ա, բայց քեզ ա դրդրացնում, այ տղա ուշացանք, մի բան կցիվրետ գնանք, մի բան կցիվրետը երդվում եմ, մենք հաճախ չենք խորանում, բայց որ խորանում ես արա շատ վիրավորական արտահայտություն է, էլի լուր, մի բան կցի վրետ ասում եմ, լուբոյ, մի բան կցի վրետ գնանք, էլի ինքը տենց 3.5 ժամ պատրաստվում է, ամեն դետալին հատուկ ուշադրություն դարձնելով, քեզ ասում եմ մի բան կցի վրետ, տենց մանթո ես ընգնում, ուզում ես մի բան կցեն վրետ, մեռնես պրծնես, տենց ծաներ բան, գիտեմ, հələ փորձել եք դուք կնոջ ասեք մի բան կցի վրետ, բաբամ, գիտեք ինչ կքցի վրետ, որ տակից չես կարանա դուրս գաս, սաղ շարը կքցի վրետ, հայտենց, հետաքրքիր է, տոմսերն էլ չէ երևի կանայք են առել, հենց հիմնականում է որ տեսնում է պրծնելու վրա, ամուսն ու քարտով 2 հատ տոմս առնում, տենց հա ոնց որ, ու ամուսնուն ասում այ տղա պրծնում էր հազիվ հասցրի, մի հատ շնորհակալություն է չես ասում, իրա փողերով առելա, ծախում ա վրեն, շնորհակալություն է, հարսի քարտով փեսու լավություն ոնց որ, էլի, շատ լավ է, շատ հնարամիտ եք, սիրելի կանայք, ինչ խոսք, ես միշտ ես ձեր հնարամտությունն եմ սիրել և ճիշտ ժամանակին կողմնորոշվելը, նախապես ամեն ինչ պլանավորելը, տենց հա չէ, որ կանայք նախապես ամեն ինչ պլանավորում են, իսկ մենք տենց բարադի, ոնց ստացվի, էլի ասել, ոնց գնանք էր պատդ, ոնց թելադրի, էլի, իսկ կանայք չէ, ես դա դեռ պատանի, տարիքի պատանեկան այդ տարիներից եմ հասկացել, որ աղջիկները ամեն ինչ ուզում են նախապես բան, տեսեք, ոնց որ միշտ դա պատահում է, օրինակ, ուզում եք կին առնեք, տուն առնեք կնոջ, ուզում եք տանը թետ մի հատ կին առնեք, ուզում եք կնոջը թետ տուն առնեք, ասենք հիպոթեկով, դեռ հələ մտքեր են, ինքը արդեն զանավեսկի գույնն է քննարկում, այդ հենց մի չնաշխարհիկ երևույթ է կինը, կարող է հուլիս ամսին գա ասի բա նոր տարուն ինչ ենք դնելու սեղանում, ես դա հասկացա իդ էի ասում պատանեկան տարիքում, երբ որ 18-20 տարեկան ընկերուհի ալնում, չէ, տենց այգում հələ ինչ-որտեղ գնալու փողել չկա, այգում տենց փաթաթվել, համբուրվել բան, մի օր տենց հերթական անգամ համբուրվելու դե տենց շատ չխորանամել, բայց հասկանում եք, տենց պրոցես չէ, որ աչքերը դե պետք է փակ լինի, չէ, ինչքան հասկացել եք, երևի ճիշտ է դա, մի անգամ տենց այդ պրոցեսի ժամանակ, ոնց որ աչքերս բացեցի, տեսա իր աչքերն էլ է բաց, տես նիլովկա է սիտուացիա, ասի փակեմ երևի կհասկանա, կփակի, փակեցի, ու կասկած ընկավ սիրտս, ասի մի հատ տեսնեմ ինքն էլ է փակել, թե չի փակել, բացեցի տեսնեմ էլի բաց է, ասի գլխով էլի կարծեմ թե բան էլ չասեցի, ուզում եմ ասում ինչ ա եղել, ասեց Ալեն, ասի դժվար չի, ինչ Ալեն, հովո, չէ Ալեն դնենք մեր երեխայի անունը, եթե տղա ծնվի, շատ կարևոր նյուանս է էլի, իբր, ասի աղջիկ ջան, երրորդ անգամ ենք հանդիպում, ասենք,
երրորդ առաջին անգամ համբուրվում ենք, մենք դեռ են գործողություններ չենք արել, ինչից երեխա է ծնվում, ինչ երեխա, այդտեղից հասկացա, որ շատ շուտվանից նախապես պլանավորում են, էլի հետագան, ունեն, մի ընկերուհի էլ ունեի, նոր էլի շփվում ենք մի քանի անգամ հանդիպ, ասես գիրակի օր քերոսախ չկա հարսանիքն է, պիտի գնանք, ասի կյանք չեմ կարա, ես չեմ, չէ, գժվել ես, ասես, պիտի գնանք, ասում եմ քրոջս հարսանիքն է, ոնց չգաս, ընկերս ես, համել ասեց բուկետը ես եմ բռնելու։ Ասի էլ մի րոպե արա։ Բուկետը բռնելը այդ նենց բան չի, որ չես իմանում ով է բռնելու։ Բա քրոջս հետ պայմանավորվել, հələ դրանց է պայմանավորվել էին։ Ոնց քցի տենց բաներ կա, հա, աղջիկներ, դու գիտեք, դուք էլ եք արել, ով արել աղջիկներ, կանայք, չեք արել, մենակ այդ աֆերիստներ, հա, բան, չնայի մենակ, գիտեք, գնացինք բան, զգում եմ անհանգիստ ա, բայց նենց հա խաղում, պտի միմիկաները տեսնենք, հանգիստ, իպրինք ոչ մանց տեղյակ չի, մի երկու բաժակ խմել ա, որ տենց ռիսկով վերնա, բան, հենց եկավ այդ ահը գնաց կանգնեց իրանց պայմանավորված տեղը, այն թիթիզությունները եղան, հենց երկու անգամ որ խափում ա, չէ հարսը, չի կծում, արա դեսար գիդեն արդեն էլ են այդ ոնց որ աշկերը կապած տանում եմ բաց են պարզա ավտո է հասկացել ենք դենց մի բան երկրորդ անգամ լիվաչ կծեց բան վերջը երրորդ անգամ կծեց դուզ ձեռների մեջ այս աղջիկա ու այդ սա օքեյ պարզա որ ինքը գիտեր բայց վերցրեց դուք պիտի իր դերասանական խաղը տեսնեք բա երեխեք Չեմ հավատում, եկե ինձ ասում ես բռնեցի, արասի գիտեմ, պատմել ես։ Մոռացել էր, որ ասել ա, թե ինչ-ինչ, բնականաբար իր հետ խզեցի հարաբերությունները, չամուսնացա, որովհետև մի տան մեջ երկու դերասան շատ կլներ։ Երևի միակ դեպքներ կամ բացառիկ դեպքերից, որ ես իրենից օտվոդ արեցի, ոնց է ասում, հա, խզեցի, որովհետև հիմնականում ինձ են բրախել աղջիկները, եթե անկեղծ, դե գալիս էի տանում է ես էլ ում հետ մի քանի անգամ անում տանուտուն ծանոթացնում էի, մեկը երևի տան քառակուսի մետրաժը չէր հավանում, մեկը եսի մինչի օր անում, մեկը բոյս, մեկին մաման լարեց մի օր, ճիշտն ասած, պատմեմ էդ պատմությունը։ Բա մի հատ չիմանանք մամանում ա լարել։ Մերս էլ պարտաճանած սաղ նայում ա հաղորդում է։ Այդ տղա հերիք չի, անդհատիզնից ես վան։ Մամ ջան պատմում եմ։ Այո։ Ուրեմն 20, չեմ հիշում, քանի տարեկան, 24-ից 27 երևի, 25-26 տարեկանների բան, ակտիվ բան, օրը մի ընկերուհի եմ փոխում, չգիտեմ, լավ բան եմ արել, եթե մեղք եմ արել թող աստվածների, բայց դե այդ փուլում տենց էր, ամեն օր մի ընկերուհի, հա երկու օրը մեկ, բան, ես փոխում բանման, մեկի հետ մի քիչ երկար տևեց, մի 10 օր, 12 օր, ասի հետա գտել եմ իմ կյանքի հրաշքին, բան, տնեցիներին ասեցի, պատրաստել, դե բեր ծանոթացնենք, բան, վերջապես երևի շատ է սիրում, որ երկար ժամանակ ընկերություն է կանում, 10 օրը երկար ժամանակն է։ Վերջը, բան, տենց մաման համով բաներ է սարքում, պապան ոգևորված մտել է լողանա։ Վերջապես, թե ինչ կապ ունի, հեր ջան, ու քեզ չեն գալի ուզելու։ Լողանում է բան, ես էլ տենց էշեշ ծնողներիս եմ ինստրուկտաժանում, ինչ խոսան, ոնց պայեն իրանց, փոխանակ այն աղջկան ինստրուկտաժանեմ, ոնց հակնվի։ Ճիշտն ասած, այդ 10-12 օրը որ տեսել ենք, շատ նորմալ, ցիվիլ, չափված, ձևված, ադաթով, հակու կապով էր։ Այդ օրը, արես չեմ հասկանում, ինչև հիմա էլ որ մտածում եմ, ծիծաղում եմ, բան անցել են երկար, տարիներ շատ, բայց չեմ հասկանում ինչի տենց եղավ, էլի։ Ուրեմն եկել էր շատ կարճ, շատ նեղ կոժնի բանով, կաշվե յուբկայով, շրջազգեստով, կիսա, ցանց կալգոտկայով, բարձր կաբլուկներ, մի հատ sense տոպիկա կարճ, պորտը բաց, ձեռնոցանման բան է, վուլգար, աչքերը տենց ինչ-որ տարօրինակ կսած, յարկի կարմիր պամադա, աչքերի վերևն է կապուտ փայլերով ծեն։ Ես հասկանում եմ աղջիկա, կարող է լարվել, դե ընկերոջ ծնողների հետ պիտի ծանոթանա, ուզում է տպավորություն թողնի, բայց դες չհասկացա ինչի էր հենց փչացածի տպավորություն ուզում թողել։ Վերջը,
Եկավ, մտավ ես էլ դե չէի հասցրել գոնե մի քիչ շուտ տեսնել։ Մտավ դուռը բացեցի, «Պրիվետ», «Պրիվետ», էլ ոչ կարաս ասես «Պակա», «Պրիվետ» արդեն էլի, ներս ա եկել, ոչ է կարաս ասես «Պապա», ասենք, «Մամա», ծանոթացեք մորս դեմքը մինչև հիմա չեմ մոռանում։ Մամ ջան, ծանոթացի, անունը չտամ, հա, երևի, մաման աչքի ասեց, բարև ձեզ, մաման։ Ասում մամա, բարևի, մամա, բարևի, չի բաղամ, ասում մամա, բարևի, բարևն աստծուն է, ասում, արդեն աստծուն եմ խառնել, որ բարև տա, այտենց լարված վիճակ, խայտարակ, տենց էլ բարև չտվեց, մաման, մի ֆշթշ, ման, տենց քիմիաները կանացի չաշխատեցին, էլի, հերս դուս եկա, բարև ձեզ, Դե աղջիկը բնականաբար հիմար չէր, հասկացա, 5-6 րոպե մաքսիմում չանցած դե լավ ես գնամ, ասի լավ մամա, ճանապարհեմ, ուր ես գնում, ասի ճանապարհեմ տուն գամ, մամա, ասես տուն, ինչի դա տնից հա դուրս է, այ մամա ջան, ասում եմ թող հանգի, չի դա տուն ունի, ասում հանգստացեք մի խոսքով, գնացի ճանապարհեցի հետ եկա դուրս անում, պապան բացել է, չի թողում ներս մտնեմ, նայում եմ դեմքին, ասես էտով էր արա, Պապ, դե աղջիկ էր, հիմա ինչ սիրտս կպել ասում, հասկացա, ասես տղա ջան, սիրտը ամեն ինչի էլ կկպնի, բայց ամեն բան տուն չեմ բերում, բան ասում էդ աղջիկը։ Էդ մինչև ճանապարհել եկել է, մաման արդեն ուղեղը կերել է, հասկացաք, չէ։ Հիպնոզացրել է, դե կանայք հիպնոզացնելու բնավորություն ունեն, ֆոկուսնիկ են, ասենք։ Դե չէ պապային մնար, ոնց որ դուրը եկել էր լավ, բայց էդ էլ մի կողմ, հա։ Դե կանայք տենց են, այդ շատ կարճ ժամանակ ապ է, այդ փչացածին տեսա դու բասապաչան, դե դրա հակոս է տնից ա դու դե ծնողուն, բայց մեր տղուն որ հակալն է, ամոչի մեծ ապա կերա, այս մի կիսագունդը կերա, մնացես մեկը ու դու որ գալիս ես այդ տղա այդ փչացած է, բայց ծնողուն է, բայց դրա հակուկա բնեզա, բայց ծնողուն է, ու նայում մամա լավ ասի կնիկ Հա, դե ուղեղիս կես է տուր, այդպես չգիտեմ։ Մի խոսքով փակվեց այդ թեման եւս եւ անցանք առաջ, բայց ինչն եմ ուզում ասել, որ կանայք ունեն այդ հիպնոզացնելու եւ ֆոկուս անելու բնավորությունը։ Ֆոկուսնիկ են կանայք։ Աչպարար։ Համաձայն եք, որ կանայք աչպարար են տղամարդիկ, թե ոչ։ Դե եկեք, ես էլ եմ համաձայն, ես էլ եմ տղամարդ։ Եկեք մի հատ էլ կանանց կարծիքը ասեն։ Կանայք, համաձայն եք, որ դուք ֆոկուսնիկ եք, հա? Չէ, ֆոկուսնիկ ես։ Այո, այդպես է, սիրելի կանայք։ Այոնակ հասարակ բան։ Սկսենք օրը սկզբից, առավոտը աչքի հետ բացում ես, առանց նեղանալու, հա? Կատակը մնում իրականության հիմքով։ Առավոտ աչքի հետ բացում ես, դնում ես մի հատ անուշ ախպեր ապարկած կողքդ։ Մի հատ համով բրատ։ Ֆոկուս մոկուս։ Մեյքափ։ Վերնագիրը շկ, ձեռքի երկու շարժում, դառնում է հուրի փերի։ Գեշոն։ Բայց մեր շատ սիրելիները, հա? Մյուս ֆոկուսը, այն որ տանը բան չկա, ամենափոքրից մինչև ամենամեծ հիմա ասելու եմ։ Տանը բան չկա ուտելու, լինում է, չէ, կյանքը, տունը, երկու հատ իսկան կարտոշ կա, մի հատ կես սոխ, բայց մեր հրաշքները, մեր գանձերը, մեր աչպարարուհիները, մեկ է շկ, մի հատ հրաշալի սուպեր բլյուդա են սարքում, այն որ մատները հետը ուտում ես, ասում ես, բայց ես ոնց եղավ, կամ օրինակ տղամարդիկ, աշխատավարձը ստացած, գալիս ես տուն, աշխատավարձը ձեռդ, ժումպ, մի վարկյանում ակնթարթում, անհետացնում է, ժում, Դեվիդ Կոպերֆիլդը տենա, ամոթից կթրներ օդ, նա գետինը չի մտնում, չէ, վերևաթնում, հասկանում եք անհետացնելու վարպետ, ոչ միայն անհետացնելու, կանայք նաև անհետանալու վարպետներ են, համաձայն եք երևի, օրինակ զանգում ես, հետը խոսում ես, բան անջատում ես եղելա, չէ բոլորիդ հետ, մի վարկյան չանցած հիշում ես, որ մետ կարևոր բան կար մոռացար ասել, մի վարկյանից հետ է զանգում չկա ախպեր, անհետացա, արե, 3-4 ժամով կորում է,
հրաշք ֆոկուսնիկներ են, կամ օրինակ, չգիտեմ, կարակինը մի հատ ալե, հոպ, անի, մեկ էլ տեսնես ընկերներիդ հետ քանի ամիսա չես շփվում։ Կինը երբ ուզի, որտեղ ուզի, կարա հայտնվի։ Օրինակ գալիս ասում կյանքս, բալի տոմսերը տեսել ես ոնց է էժանացել։ 10 օր, 10 հələ ոնց էր կասնում, 10 օրը 700,000 10 օրը 700,000 700,000 հա, բայց միլիոն ու կեսից այ չէ, գժվել ես 10 օր, ու ինքլյուզիվ, բանը գտամ, խնդրում գնանք երեխեքի հետ, լսի բալի արևը երեխեքին գիտես ինչքան ապարա, բալի արևը որն է, արևը մի հատ չի, ես չեմ հասկանում, մեկը կարա, ինձ բացա, բալի արևը երեխեքին պետք է բան, չես էլ հասցնում ասես համաձայն ես կամ համաձայն չես, հետենում ես արդեն բալիում ես, բայց նայում ես երեխեքը չկան, պարզվում է ինչ, եմ վերջին պահին վճարելու պահին, նորից մտել է ուղեղդ, թե բա կյանքս առաջարկում եմ երեխեքին չտանենք, որ երեխեքին տարանք մեր հանգստից բան չենք հասկանալ, երեխեքը թող մնան գնանք նորմալ հանգստանանք, գոնե մի անգամ առանց երեխեքի, ինքը գնան տատի մոտ, գյուղն դե լա լավ արև, լավ զագարկը տնե, արևը, էլի ինչ տարբերություն, նույն արևը չի, գնացինք արևս, վсё, քաշում տանում ավալ հասկանում եք Տնաշեններ, այդ ապրիլի 10-ի, 11-ի ու 12-ի տոմսերը ոնց տենց արագ սրբեցիք տարակ։ Հիմա ինչ, մի հատ էլ ապրիլի 25-ին ու 26-ին խաղամ, դե լավ կխաղամ։ Էլի իմպրովիզ ստենդափ կատակերգությունը, էլի HD արենայում ու էլի սիրով կսպասեմ ձեզ։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա։ Վերջերս մեր շատ սիրելի կանանց դիրքը եւ նշանակությունը գնալով մեծանում է մեր կյանքում եւ մեր հասարակության մեջ, ինչի համար ես շատ ուրախ եմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, բայց մեկը երևի ինձ հետ համաձայն կլինեք սիրելի ընկերներ, որ բաներ կա, արա դե չէ էլի, չի բռնում կնոջը, հա, օրինակ, չգիտեմ, նորություն չեմ ասում, երևի արդեն 10 տարի կլինի, որ կան կին պատրուլներ, չէ՞, գայիշնիցաներ, ոնց եմ ասում։ Яичницայի պես Չէ, ամենայն հարգանքով, սիրելի պատրուլկաներ, ոնց են ասում, պատրուլուհիներ, ինչ էր, հա, աղջիկ պարեկի հետ եմ, պարուհի, չէ, հարա, պարեկուհի, պատրուլուհի, չգիտեմ, բայց դեմ, լավ էլի կինը ինչ գայիշնիկ, աղբոր պես, իմ կարծիքն է, իրանց դեմ բան չունեմ, էլ եմ ասում, ամենայն հարգանքով յուրաքանչյուր աշխատանքի և յուրաքանչյուր կնոջ, արա բայց դե կին գայիշնիկը, որն ասեմ, իրանք յանի շատ քշել գիտեն, մի հատ է նշանակվել են, որ մեզ ասեն ոնց քշենք, հա? Ամեն պատրուլի հետ մի հատ պատրուլկա է դրած, տեսել եք ես վերջերս։ Առաջ գալիս էին երկու պարեկ չէ, գաշնիկ, հա? Են ձածերը փորերը իրար խփելով նապարնիկներով գալիս են, ներկայանում բան, եւ այլն, խոսում բարիշում, հասկանում տղավարի թողում գնում եք, բան։ Հիմա ամեն մեկի վրա մի հատ հսկող է դրած, ամեն տղամարդու վրա մի հատ հսկիչի հսկիչն է, էլի։ Եղավ դեպք մոտ 2 տարի առաջ, կանգնացրեցին երեկոյան կողմ, եկավ տղամարդը, պատրուլ ճիշտ եմ ասում, պարեկը եկավ, օյա, Հովանես ջան, բան, փաստաթղթեր տվեցի, բան, խմիչք օգտագործել եք, ասի չէ, հա, եղավ բարի ճանապարհ, այդ պահին եկավ մեկ նապարնիցա, բարև ձեզ, մի րոպե ինչ բարի ճանապարհ, չոգեցի ուզում անգնի յախիցս, էլի, ասեցի, հա, լսում եմ ձեզ, փաստաթղթեր, ասեցի ստուգեց ձեր գոլեգան, հա, ալկոհոլ օգտագործել, ասի չէ, արդեն պատասխանել եմ այդ հարցին, չէ, հաստատ, մի հատ կարողա փչեք, ասեց։ Մի հատ բան կա, չէ, տալիս են դնում ես պուճուր երեխու բան, փչի գարա ես, ասում ես, չէ, էլի ես խմաշ, ասում չեք վստահում, վստահում ենք Հովանես ջան, բայց խնդրում եմ փչեք, առած յոգում եմ կպած ուզում եմ փչեցնի, էլի դեն, փչեցնի, ոնց են ասում, փչացնի, հա, փչացնի մի խոսքով, դե ասեցի տվեք բան, փչեցի, տեսավ նորմալ է, ասեց, հա, սենց, էլի, ներվերը քայքա, ասեց, շատ լավ,
բարի ճանապարհ, շատ վատ դեմքով ասում է շատ լավ։ Ասենց բարի ճանապարհ, գիտեք ոնց է նայում դեմքիս, յանի տղամարդ չես դու։ Մի շիշ պիվեր ինչ էր չէիր խմել։ Գոնե վրիցդ տղամարդու հոտ գար։ Վրիցդ տղամարդու հոտ գար, որ բռներ 100,000 հագցներ, էլի։ Չգիտեմ, շատ փոխվել է կյանքը, աշխարհը, մոտեցումը, կանանց եւ կանանց մոտեցումը մեզ, կանանց դերն ու նշանակությունը։ Նույն առաջ ինչ որ մի խանութում, օբյեկտում, ոնց ասեմ, ռեստորանում, ինչ որ մի խնդիր էր լինում, չեպ էր լինում, ասում ենք տնօրենին կանչեք, տնօրենը տես մի հատ պուզատի ձյաց գալի, ինչ եղե, բա ինչ եղե, ապեջան։ Ասում ենք, բա ման մեր նեղվածությունը, ասում ենք, չէ, տղամարդավարի, խոսում ենք իրար, հասկանում, ասում գնում են։ Հիմա ասում ենք, տնօրենին կանչեք, մի հատ մեկ է տնօրեն, դու տնօրեն։ Գալիս է մի հատ ծիտ, մազերը լակացած, սրկած, սիրուն մակիաժով, դեկոլտեն վնյեու, կարճ յուբկայում պարֆյումի հոտը խպում ակտի թուլանում ես, բարև ձեզ, ինչ խնդիր կա, ասում ես, ոչ մի խնդիր չկա, ոչ մի խնդիր, ու պոքվում ես արա, ոչ մի խնդիր, դաժե ասում ես, ոչ մի խնդիր չկա, չես էլ տեսել, հասկանեք, շատ է փոխվել, շատ փոխվել կյանքը, այն նուրբ քնքուշ էակներից համարյա բան չի մնացել, հարց լուծող են դարել կանայք, արդեն ինչ-որ հարցեր են լուծում բան, որ տես քայլում ես քաղաքում, ամեն տեն նկատել եք, ամեն ինչ կանանց համար բան, հատուկ ինչ-որ տես բան կա, էլի, ազդակ կա, չգիտեմ ինչ կանանց համար, ավտոդպրոց միայն կանանց համար, սպա կենտրոն միայն կանանց համար, չգիտեմ ես ինչ կանանց համար, բայց միտեղ մի բան գրած լինի մենակ տղամարդկանց համար Ինչ կինո կսարքեն կանայք, հələ դուք չհասկացանք, ես ինչ սեքսիզմ է, ուզում ես ասես, աղջիկ ջան հանգստացես, սեքսիզմ չի ես, ուրոլոգիական կենտրոն է։ Ստեղ մինչև ամեն ինչ լավ չեղավ, ոչ մի սեքսիզմ։ Ամենուր են կանայք, ամենուր, արդեն նենց տեղեր են աշխատում, որ ամենավատ երազում նույնիսկ չէիր կարող տեսնել։ Ես բան չունեմ ասելու, սիրելի կանայք եւ աղջիկներ, ձեր ցավն էլ տանեմ։ Ինչ ուզում եք արեք, որտեղ ուզում եք աշխատեք, ազատ եք իհարկե ձեր ընտրության մեջ, բայց գործեր կա չի սազում, բենզակալոնշիկ աղջիկ, մեկ է մոյշիկ, արդեն մոյկեքում ավտո լվալու, դա չէ էլի, համաձայն չեք ընկերներ, որ մի քիչ չէ էլի։ Զապչաստի խանութում մեկ է տենում ես, սիրուն քնքուշ էակ, ասում աղբեր ջան, այդ կարդանը, որ տանում ես, գերմանականը վեգալ, այդ կարդանի չինականը հետ ես գալու մի անսիս գերման, արա չի լսում ես, մի տեսակ դողա տալի ջանդ, որ այդ հմայիչ կնոջ շուրթերից կարդան ես լսում, ոնց որ մտնես կանանց գեղեցկության սրա, մի հատ բեղերով ձյաց գա, կեղտոտ շորերով, տաութոտ մատերով, ասի, աղբերներ ջան, նեյլ արտիստը ես եմ, եթե շիլակի համար եք եկե մի 15 ռոբե պտի սպասեք, ընկեր, այդ տենց մի բան է, էլի, հասկանում եք, բայց ամենաշատ ինձ դուր է գալիս, որ կանայք մտնում են բիզնեսի մեջ, այդտեղ դուք կարողանում եք գլուխ անել, սիրելի կանայք, ինչ ճիշտ նա ճիշտ, կին բիզնեսմենները եւ գործարար կանայք, շատ է ինձ դուր գալիս, ինչ ճիշտն է, գործարար կին արտահայտությունը։ Աշխարհում վաղուց կա, եթե անկեղծ, բայց մեր իրականության մեջ հայկական նոր տենց կյանքի կոչվում եւ վերելք ապրում, գործարար կին։ Վերջերս զանգել էին Հովանես ջան, բարև ձեզ, մի փոքր ստենդափ ելույթով ուզում ենք հանդես գաք, ասի ինչ, արարությունը ասին գործարար կանանց համագումարա։ Գիտեք ոնց տակը սարեցի վախից, 100 հոգի են լինելու ընդամենը, յանի քիչ է հրա 100 հոգի գեմ, ասցի գիտեք ես այդ օրը զբաղված եմ, չեմ կարող ցավոք սոր, ասեց բայց մենք օրը դեռ չենք ասել, Հովանես ջան, ցրեցի, պապայարև պետք չէ, ասի չէ, չեմ կարող, չեմ ուզում, ճիշտն ասած երկրում չեմ լինելու առաջիկայում, ասած ցրեցի գործարար կին 100 հոգի, գիտեք ինչ վախենալու, մի հատ անգործ կնգա հետ չես կարող լեզու գտնես,
Մի չաշխատող անգործ կին որ տանա սա օրը սա իրիկունը մտնում է բա այնքան գործ եմ արել ոտերս թուլած բա այնքան գործ վրես հալ չկա այնքան գործ եմ արել անգամ մի անգործ կին հասում է այնքան գործ եմ արել պատկերացնում եք նույնի գործարարը նույնից 100 հատ մեղա ասեցի ճիշտն ասած չեմ կարող լոդր տղամարդկանց հավաք եղավ կանչեք մեծ սիրով կգամ Դաժե ձերի կվարեմ Հեսա կասեք զզվցրեց, բայց վերջին անգամ եմ հիշեցնում Եթե ուզում եք հասցնել դիտել իմպրովիզ ստենդափ կատակերգությունը շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա Սիրով կսպասենք ձեզ ապրիլի 25-ին եւ 26-ին HD Arena-ում Սիրելի կանայք, ինչ ասեմ ձեզ, ինչքան խոսենք, դուք համոզվում եք, չէ՞ որ ինչքան խոսենք Դուք համոզվել եք, որովհետև արդեն, չգիտեմ, երևի թվով 10 ներկայացում եւ ավել ես խաղացել եմ միամսյակների ընթացքում ձեր մասին ու դեռ լիքը ասելիք կա Դուք հրաշք եք, մենք ձեզ շատ սիրում ենք Ինչ կարիք կա պարզել այս հակամարտությունը Կարիք կա Ես կարծում եմ ոչ Ինչ, պարզենք ովա ճիշտ, ովա սխալ Տո դուք եք ճիշտ, ձեր ցավոտանը Ովա ուժեղ, ովա թույլ, դուք եք ուժեղ Դուք մեր թույլ տեղերը իմանալով արդեն ուժեղ եք Էմոցա որ ձերի ուժ ես կպնում է Հենց արդեն բդի դնես, խդի կատալի դմ դնում է, չէ Այն նույն վերսիայով Բոլոր հարցերում մեր գդիկների տեղերը գիտեն Երբ պետք է գդիկ ու դնում են ոնց պետք է Առաջ Դարեր առաջ թագավորություններում պատերազմներ էին անում կանանց համար Հիմա պատերազմ անողնել եք դուք, հրահրողնել եք դուք, սարքողնել եք դուք, լուծողնել եք դուք, բարիշացնողնել եք դուք, ավարտը հաստատողնել եք դուք, ձեր ցավը տանեմ Եվ ես ուզում եմ հասկանալ ի վերջո ոնց եղավ, որ կինը իր դիրքերը թողեց են թույլ, հեզ, նուրբ, անպաշտպան ու դարավ էսպիսին Ես տեսեք էլի մեզ եմ մեղադրում ի վերջո Ասում եմ միգուցե մեր թուլության պատճառով է որ կինը թողել է իր անելիքները, իր նրբությունը եւ շատ հաճախ տղամարդու գործերով կամ անելիքներով, մտքերով է զբաղվում, հա Ես ասում եմ միգուցե մենք Շատ ժամանակ չենք տրամադրում ձեզ, հաճախ ընկնում ենք գործերով, իսկ կինը ժամանակ է սիրում, չէ, ուշադրություն Հաճախ ընկնում ենք գործերով, ուշուշ ենք գալիս տուն, քիչ ժամանակ ենք տրամադրում ձեզ Քիչ քնքշանք, քիչ ուշադրություն, տանը եղած ժամանակ էլ հաճախ պարգում ենք դիվանուն, տելևիզոր ենք նայում, էլի ժամանակ դրա համար է տենց լինում Չէ որ ձեզ պետք է ընդամենը մի փոքր ուշադրություն եւ սեր Իսկ ինչ է սերը Առանձնապես ոչ մի բան, սիրելի տղամարդիկ, դրա եղածը ինչ է, այնքան որ երբ թարս նայի վրեդ հասկանաս ինչ պետք է անես, երբ ձեռը խփի սեղանին իրա ուզածով լինի, ոնց ասի տենց լինի, միշտ իրա ասածով, միշտ իրա ուզածով, սպուճուր ստից բտից բաներ ձեր ցավը տանեմ, առանձնապես բան չկա, սիրելի կանայք, մենք ձեզ շատ սիրում ենք, շնորհավոր ձեր միամսյակը, ամբողջ տարին էլ ձեր միամսյակն է, առողջ եղեք, ուրախ երջանիկ, թող ձեր աչքերը միշտ ժպտան, ձեզ լիքը սեր, երջանկություն, ինքնաբավ եղեք, սիրեք իրար, մենք էլ շատ սիրում ենք ձեզ, համբուրում եմ, սա HD ստենդափներ, HD Production-ի YouTube անալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում, մնացեք խաղաղությամբ, ձեզ լիքը սեր ու պաչիկներ Մերսի շատ Thank you.